Փառքնժդեհին եւ ազատություն հայրենատեր արժանապատիվ ապստամբ սասնածռերին վարուժանենց խոսելու եմ Չինաստան-Ամերիկա երկխոսությունից շատ փակագծեր բաց չեն, այն ինչ որ արձագանքներ կան կամ տեսախցիկների առաջ ինչ որ խոսել են իմ պատկերացումները իմ նախորդ պատկերացումները Ամերիկա-Չինաստան հարաբերությունների կամ ասել է թե հակամարտության իմ մոտ իմ տպավորությամբ ես հաստորեն ճիշտ եմ գուշակել, որովհետև կարելի է գուշակել ընդհանրապես այսօր աշխարհում շատ հանգարցակի շրջապատային գործողություններ է կատարում երբեմն, բայց ոնց տեսնում եմ ես սխալ դուրս չեմ գալիս։ Եվ խոսելու եմ տարածաշրջանային հարցը դարձրել են տարածաշրջան, այսինքն ինչ որ մեկը իրեն իրավունք է վերապահել հանդես գալ հայության անունից, ոչ Հայաստանում բնակվող եւ վախ է քարոզում նորից աշխարհի քորությանը, ով տեղից վեր է կենում, հայերին վախեցնում է։ Ու ոչ ավել ոչ պակաս ինքը իրեն համարում է նաեւ հայ։ Եվ առհասարակ խոսեմ այս գործող եւ պաշտոնաթող իշխանությունների արդեն խոսակցական հավասարությունից նախկինները ոչ էլ հիմա ասենք չէին օգտագործում այս փչացածի լեքսիկոնը, բայց արդեն իրենք էլ են, որ ասում իրենց էլ են ջուրը գցել։ Սկսեմ Չինաստան-Ամերիկա այս երկխոսությունից։ Ամերիկան արդեն իսկ հայտարարեց, որ աշխարհում երկրորդը Չինաստանն է։ Թե տնտեսական, թե ռազմական առումով, որովհետև երբ որ Ամերիկայի նախագահն ասում է, այս աշխարհի հարցերը պետք է մենք որոշենք, մենք պետք է լուծենք, որ պատերազմներ չլինեն, որոշ չլինի։ Իմիջիայլոց ասեմ, Ամերիկան իսկապես ժողովրդավար պետություն է, դե Չինաստանը գիտենք, որ բռնապետություն է։ Թե ոնց պետք է այդ համատեղ ջանքը բռնապետն ու ժողովրդավարը իրականացնեն, ես մի քիչ տարակուսում եմ, որովհետև Խորհրդային Միությունն էլ էր բռնապետություն, Չինաստանը հիմա լիովին փոխարինել է Խորհրդային Միությանը։ Իսկ Ամերիկան դա ցույց տվեց, որ ընդունում է այդ փաստը, որ Չինաստանը արդեն գերտերություն է։ Եվ նույնիսկ Չինաստանը անգամ հանդգնեց Հորմուզի այս միջանցքը, որ փակվել է, երբ որ մեղադրեց Ամերիկային, կարելի ասել, դիվանագիտական ձևով, որ դուք եք փակել, այսինքն Թրամփն ասեց, որ Իրանը փակել է, նա էլ ասեց, դե դու էլ բլոկադայի երկրորդ շերտ ես դրել, եթե նա միջանցքն է փակել, դու էլ այնպես ես փակել, որ որից մեկը ոչ մտնի, ոչ դուրս գա, այսինքն Իրանի նավերն էլ եւ ընթացքում տուժվում է երկու փականով տուժվում է համաշխարհային տնտեսությունը։ Ինչը ես բազմիցս ասել եմ Ամերիկային ձեռնտու է, որովհետև ինչքան աշխարհի թեկուզ իր դաշնակիցները տնտեսապես հետ ընկնեն իրենից, այնքան իրենից կախված կլինեն։ Սա ամերիկյան իմ պատկերացմամբ, ամերիկյան դիվանագիտություն է, Հորմուզի նեղուցը որ կար, այնք ցույց կտա, վայ, անհանգստանում է, եկեք, բոլորին ասում եկեք գնացեք, բացեք, ձեզ դեղից ավելի շատ նավթ է գալիս ձեր մոտ, քան իմ մոտ է գալիս։ Գնացեք, հասեք, եկեք, տարեք, որից մեկը չի խառնում, որովհետև հասկանում են, որ սա մինչև Ամերիկան չբացի, չի բացվի, որից մեկը չի կարող այդտեղ եւ ավելորդ գլխացավակի տակ չեն գնում, բայց արդեն դանակը ոսկորին է հասել, որովհետև իսկապես տնտեսությունները համաշխարհային տնտեսություն Եվրոպան եւ օրինակ Չինաստանը իսկապես լուրջ խնդիր ունեն։ Ռուսաստանի սանկցիաները նույնիսկ հանեցին այս նավթամթերքի վաճառքի, Ուկրաինան էլ մի կողմից զգաց, որ ռուսները հավելյալ փող են ստանալու, հարվածեց նավթա այդ վերամշակման գործարաններին, հաբերին, որտեղից նավթը մղվում է եւ պետք է նավերը, տանկերները բարձվեն դուրս գան բաց օվկիանոս, այդ հանգույցները հարվածեց Ուկրաինան, որ Ռուսաստանը չկարողանա իր նավթը նորմալ վաճառել։ Մի խառը վիճակ է ստացվել։ Եվ Ամերիկան նույնիսկ Թրամփը այսպես կես կատակ, կես լուրջ, ավելի շուտ երևի լուրջ ասեց, որ Չինաստանին հասկացրեց, որ Հորմուզի նեղուցը կամ այդ բանը Պարսից ծոցը, որտեղ որ նավթի մեծ պաշար կա, ասեց քեզնից ավելի հեռու է, քան մեր Ալյասկան։
Ասում նավթամթերքը զում բարձրացի այդ խաղօվկիանոսով մի երկու քայլ էլի բարձրացի Ալյասկա նավթ առ մեզնից արի վերցրի իջեցրա ներքև ինչի ես գնում պատտվում ընկնում են այսինքն ինքը անգամ Չինաստանին առաջարկեց որ մեր նավթն առեք եթե այնտեղ ձեր նավերը վտանգի տակ են եկեք ինձանից բարձրացեք Ալյասկան ինչ է ճապոնական այդ ծոցով չինական ծովով բարձրանում ես խաղօվկիանոսով արևելքով արդեն Ալյասկան է Ամերիկա է իրենց համար շատ կարճ է իրականում հաշվարկ է արված նորմալ է Թրամփի բայց Չինաստանն էլ հասկանում է որ դե Չինաստանը ու Հայաստանը չի որ ասենք ամեն մի այդպեսի առաջարկի ասենք գնա եւ վերցնի այսինքն դա կլինի կախվածություն էներգետիկ կախվածություն Ամերիկայից որը առավել կարող է իրեն վնաս հասցնել հետագայում գիտեք չէ՞ որ ասենք հիմա որ ռուսական էս էներգետիկ համակարգից որ պետք է sense tenants փոխվեն տանեն դեպի Ադրբեջան գազը չգիտեմ հոսանքը կլինի եսիմ ինչ կլինի ճանապարհները Հիմա պետք է կախվենք Ադրբեջանից, որ ինքը ասենք լարսի կետ ունենա, եփուզի փագի, որ ինքը Պուտինի պես ասի գազը կթանկացնեն, խելոք մնացեք, էս են անում, այսինքն թշնամություն են անում գործող իշխանությունները։ Տեսնենք ինչ պետք է լինի, այստեղ Թուրքիայի դերն է, բանը վիճակն է ծանրանում, որովհետև Եվրոպան Թուրքիային չի ընդունում, եթե հանգարց իսկապես ՆԱՏՕ-ն վերաձևավորվի, այսինքն փլուզվի մի ուրիշ կառույց առանց ԱՄՆ-ի ձևավորվի, այդտեղ Թուրքիան չի լինելու եւ ինքը մնալու է անդեր։ Ուրեմն ինքը վերցնել է չինական ուղին։ Այստեղ արդեն տարածաշրջանում նորից իրավիճակը խառնվելու է եւ եվրոպացիները ավելի լուրջ են վերաբերվելու արդեն Հայաստանին։ Եթե հիմա Թուրքիան համարում է Եվրոպայի դարպասը եւ այդ խոսքերը այդ էմիգրացիոն խոսքերը գալիս են Թուրքիա, որ Թուրքիայից պետք է մտնեն Եվրոպա սահմանը փակում է երբեմն Եվրոպացին մնում են Թուրքիայում։ Թուրքիան են այդ ջարմ են քաշում ժողովրդի խոսքով ասած, իհարկե Եվրոպան ֆինանսավորում է Թուրքիային դրա համար, որ այդ էմիգրանտներին պահի Թուրքիայում չթողնի մասսական լցվեն Եվրոպա։ Աշխարհի վիճակը այսպեսին է, բայց որ Ամերիկան ճանաչեց Չինաստանին արդեն բևեռ, դա շատ լուրջ է, նշանակում է Ռուսաստանի դերակատարությունը վերացավ։ Ոչ թե նվազեց, վերացավ։ Ու հիմա Հայաստանում արդեն թե ներկաները, թե նախկինները բնականաբար կախված էին Կրեմլից։ Ու ես ելի եմ պնդում, որ մարդիկ ասում են, որ Նիկոլի Պուտինի հարաբերությունները փչացել է, չէ ժողովուրդ։ Պուտինը գիտի, որ չի կարող Հայաստանը պահել եւ չի ուզում, որ արևմուտքը Հայաստանի տիրություն անի, ուզում է, որ Թուրքիա գնա Հայաստանը։ Հետագայում, որ ասենք, եթե հարմար լինի, վերցնի Թուրքիայից հեշտ վերցնի։ Եթե ինքը մտածում է, որ չի կարող, այսինքն ինքը չի կարող չմտածել, իսկապես ինքը չի կարող ընդհանրապես տարածաշրջանը նայել։ Իրեն ձեռնտու է Թուրքիան։ Դրա համար ինքը պատրաստ է Նիկոլին հնարավորություն տալ, որ իրեն հայհոյի, Ռուսաստանին ցեղասպան անգամ անվանի, ռուսական ռազմաբազան ավելորդություն համարի, այնքան է գնա Թուրքիա։ Այնքան է, ասենք, Ամերիկայից անջատվի։ Բայց Ամերիկան արդեն իր թռիպով, իր այդ ծրագրերով էներգետիկ, էդի հələ թղթի վրա է, բայց մարդը արդեն նախորոք իր խարիսխը գցել է։ Այստեղ իսկապես Թուրքիայի արդեն Թուրքիան չգիտի իր վերջը ոնց է լինելու։ Շատ լուրջ իրավիճակում է հայտնել Թուրքիան։ Իմիջիալից ասեմ, այս նախկին ու ներկա ռուսահապատակները ինչքան բան այսպես խորանում է Ռուսաստանի վիճակը, նրանց մոտ հոգեվարք է սկսվում եւ անգամ արդեն ես երբևէ չէի լսել, որ Ռոբերտ Քոչարյանը, չեմ ոչ թե մեծարում եմ իրեն, բայց ինքը իր խոսքի մեջ երբեք, ասենք Նիկոլի պես լակոտի, ասենք կեցված, ասենք ընդհանրապես ամոթ է որ երկրի վարչապետը, ասենք բաներ է խոսում, ասենք համբալ, չգիտեմ, գնա տատի թե քերուտ կնգան դոմփի, հասկանում եք, սա եթե պետության ղեկավարի այդ մակարդակի է, դուք պատկերացրեք այդ պետությունը ինչ մակարդակի է։ Ու եթե ժողովուրդը հանդուրժում է նման որակների, ուրեմն պատկերացրեք ժողովրդի մեծամասնության կրթական կամ դաստիարակչական ցենզը։ Այսօր արդեն Քոչյանն է իջել այդ մակարդակի, էլ համբալ, էլ չգիտեմ ես ինչ, դե Ծառուկյանի կամ այն մյուսի Սամվել Կարապետյանի մասին չեմ խոսում, նրանք շատ կներեք իրենք սկի խոսել չգիտեն, որ մի հատ էլ սկսեն այդ լեքսիկոնով խոսեն, բայց որ Քոչարյանն է արդեն իջել Նիկոլի մակարդակի, հասկանում ենք, որ համընդհանուր իրենց բոլորի վիճակը ծանր է։
Հիմա դառնամ տարածաշրջանային հարցին, ես հիշեցնեմ, որ երբ որ Դավաճան Պետրոսը հմեկի, թրքահպատակ Պետրոսը ինքը չհերքեց, որ ինքը Ադրբեջանի կողմից է հանդես գալի, որտեղ երբ որ Գևորգը հարցրեց, Գևորգ Կարապետյանն ասաց, հիմա դու մեր կողմից ես, թե Ադրբեջանը, ինքն ասաց ձեր կողմից չեմ։ Ուրեմն կարելի է նրան, չնայած այն գլխեն ինքը գործիք էր, բայց հիմա արդեն ինքը խոստովանեց, որ ինքը մեր կողմից չէ։ Հարցազրույցի ժամանակ, երբ որ խոսում են Վիլսոնի իրավարարվեճից, Փարիզի վեաժողովի, ազգերի լիգայի, Սևրի դաշնագրից, ինքը հեգնում է, չէ՞, ասենք բոլորն են հեգնում բացի Բևերից։ Նախկիններ կլեն, ներկաներ կլեն, երազ են համարում։ Իրենց համար իրենք այնքան տկար են, որ նման իրողությունը իրանց համար անգամ երազանք է։ Չնայած իրենք դա դիտմամբ են անում, բայց մեր համար իրականություն է, որտեղ մենք հզոր ենք։ Մենք իրենց երազանքները կարող ենք իրականություն դարձնել։ Հիմա Պետրոսը շատ հարմար ձևով ասեց, բալա Վրաստանից էլ եք հող ուզելու։ Այսինքն ցույց տվեց Պետրոսը, որ ինքը շատ լավ հստակ տիրապետում է Վիլսոնի իրավարարվեճին, այդ Փարիզի վեաժողովի որոշմամբ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանի որոշմանը։ Նա ուզեցավ, որ հայ հանրությանը ցույց տա, որ այս ժողովուրդն եկել են ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռիվ սարքեն, եկել են որ նաև Վրաստանի հետ կռիվ սարքեն։ Եվ այս առիթը Վրաստանում բնակվող մի, չգիտեմ, ինքը հայ անազգանուն ունի, իրեն, չգիտեմ, բան է, քաղաքագետ է, թե քաղաքագետ չի, անունը չեմ ուզում տալ, ինչպես ինքն է ասում, գովազդ որ չլինի, մի բիջո որոշել է վրացահայերի անունից հանդես գալ, որ Բևերնես ինչ անում ես, Վրաստանի հայերի ճակատագրի հետ է խաղում, բան Վրաստանից հող է ուզում, հա, ու դենց էլ Ռուսաստանում են անում, ասում են, վայ, Ռուսաստանի մի քննադատ եք, մեզ այստեղ կուտեն։ Բայց մենք այս 100 տարի Թուրքիային ասում ենք ցեղասպանություն ճանաչի, Թուրքիայում, որ ցեղասպան Թուրքիան է, միլիոնավոր հայեր են ապրում։ Մի օր չլսեցիք մի Թուրքիայի հայ բողոքի ասի, այդ ցեղասպանությունը մի պանջեք, մեզ այստեղ կմորթեն։ Կոնկրետ բուն մորթողից չեն վախենում։ Թուրքիայի հայերը չեն բողոքում, ասեն ցեղասպանություն մի պանջեք, մեզ այստեղ կմորթեն։ Ու հանգարց, չնայած Վրաստանի հայերը այդ խնդիրը չունեն, այս մարդը, այս բիջոն իրավունք չունի իրեն նման իրավունք վերապահի, ուղղակի շատ հարմար առիթ էր Բևերին հարվածելու, որովհետև այս մարդը նիկոլական է ու ինքը կողմ է, ուրախ է, որ մենք Արցախը, ասենք մոռանանք, թողենք Ալիևին։ Ալիևի շահերի պաշտպանն է։ Այսինքն նաև ռուսական շահերի պաշտպան է, քննադատում է Ռուսաստանին, բայց ռուս-թուրքական պայմանագրի, Մոսկվայի պայմանագրի կետերից է խոսում։ Այսինքն դրա իրական իրատեսական լինելուց է խոսում։ Այսինքն ըստ այդմ նաև պաշտպանում է Վրաստանի շահերը։ Հիմա ես անդրադառնամ այդ բիջոյին, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ առաջին հանրապետությունը ձևավորվել է, ու ազգերի լիգան, Սևրի դաշնագրով, Վիլսոնի իրավարարվեճով կամ Փարիզի վեաժողով, երբ որ Հայաստանի սահմանները արդեն դեմարկացիա էր արվում, Վիլսոնի իրավարարվեճով, հայերը երբեք չեն ասել, գիտեք, էս մեզ տվեք, այն էլ տվեք, ոչ ջավախք են ուզել, ոչ Արարատ լեռը, հայերը ընդհանրապես ոչ մի բանի չեն խառնվել։ Այդ աշխարհն է որոշել, որ դա մերն է։ Այդ որ Վիլսոնի իրավարարվեճով ջավախքը Հայաստան է, Ջավախքը միշտ է Հայաստան եղել։ Եթե պատմության խորքերը գնանք, այդ Վրաստանն ավելի շատ է հայկական տիրապետության տակ եղել, քան Հայաստանը։ Հայաստանը 13-րդ դարից սկսած, մեր Զաքարյան իշխանների իմիջայլոց, անգամ Անին է եղել Վրաստանի ազդեցության տակ, բայց Զաքարյան իշխաններն են ազատագրել, ուղղակի միացրել, քանի որ իրենք Թամար Թագու հետ են աշխատել, Վրաստանի տարածք են միացրել վրացական իշխանությանը, հա, թագավորությանը, բայց ասեմ, որ այդ վրաց պատմիչներն է ասում, որ Իրակլին կարծեն, ասում է, որ Վրաստանը կառավարվում էր հայերի կողմից։ Թագավորն ասում է, հարբեցողությամբ էր զբաղվում, թեթևաբարու կյանք էր վարում, անգամ Զաքարյան իշխանները Թագուհուն զգուշացրել են Թամարին։ Ասել են, ինչ որ խմում էր, տարածքներ էր սրան նրան նվիրում, ասել են առանց մեր հետ հաշվի նստելու, խորհուրդ անելու, ոչ մի որոշում պետական չկայացնի, ու այդպես էլ եղել է։ Զաքարյանները կարելի ասել թագավոր են եղել։ Հիմա մենք Վրաստանին, ասենք, այս պահի դրությամբ միջազգային, ես ուղղակի պատմական անդրադարձ արեցի, որ
մարդիկ հասկանում որ մենք Վրաստանի հետ հազարամյակների պատմություն Թուրքիա Ադրբեջան չի Վրաստանը իրենք մեր բնական հարևաններն են Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստական հարևաններ են որտեղ իրենք կոչվոր են եկել են տիրացել են մեր երկրին հիմա Վրաստանի հետ հարցը երբեք հայերը չեն դրել որ գիտեք ջավախնել մեզ տվեք մեզ ինչ են տային մենք այնքան հյուսված ու հալածված էինք որ համաձայնվելու էինք անգամ Արամը համաձայնվել էր որ թեկուզ Հայաստանը 10000 քառակուսի կիլոմետր լինի բայց անկախ լինի Արամ Մանուկյանը հասկանում եք արդեն ինքն էլ էր մի պահ հույսը կորցրել որ անկախությունը կարող է չկարողանան պահել գոնե սենց պահել մենք Վրաստանից այն ժամանակ չենք ասել էլի գիտեք դե ջավախնել էլ այդ քարտեզ մեջ մտցրեք աշխարհն է տվել հասկանալով որ դա հայկական է հիմա այ բիջո Դու մեզ եկել ասում թե Վրաստանից բան են ուզում։ Մենք Վրաստանից բան չենք ուզում։ Մենք ուզում ենք որ միջազգային իրավունքը գործի։ Եթե միջազգային իրավունքը գտնի որ Ջավախքը Հայաստան է, թող Վրաստանը չվիրավորվի։ Եթե միջազգային իրավունքը գտնի որ Երևանը ասենք թե Վրաստան է, դուք ինչ եք կարծում Վրաստանը պետք է ասեն դե լավ, թողեք թող մնա։ Ալիևը ոչ մի փաստաթուղթ չունի իր ձեռի տակ։ Արհեստական, ասենք, երբ որ իրեն հարցնում են, ինչ ես Ղարաբաղը Ադրբեջանը, ասում են Նիկոլն է ասել, չէ՞։ Հիմա երբ որ մենք սահմանադրությունը փոխենք, ասել Հայաստանն է ասել, էլ չի ասի Նիկոլն է ասել։ Մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որ Արցախը Հայաստան է, այսինքն թվարկած Փարզի վիայժողով, Ֆիլսոնի իրավարար վճիռ, Սևրի դաշնագիր։ Մենք միջազգային փաստաթղթեր ունենք։ Ալիևը չունի։ Ալիևը որ այդ փաստաթղթերից ունենար, մեզ դատի կդար։ Ոչ թե կասեր փոխեք սահմանադրությունը։ Հասկանում եք, մեզ ասում է դուք ընդունեք, որ ձեր նվերից հրաժարվեք կամ ձեր հայրենիքից ավելի շուտ հրաժարվեք։ Հիմա դառնամ Բիջոյին։ Բիջո, երբ որ Հայաստանի սահմանը գծվում էր, հայի կարծիք չեն հարցրել։ Ու եթե միջազգային իրավունքով դա Հայաստան է, թող միջազգային իրավունքն էլ որոշի, դա Հայաստան է թե Վրաստան։ Իսկ եթե միջազգային իրավունքը կորոշի, որ դա Հայաստան է, շատ կներեք։ Ժողովուրդ, ուրեմն վախի քարոզչությունը ամենուր հայերին վախեցնում են։ Մեր տարածքներից հրաժարվեք, բայց ձեն չանեք, էս էլ որ տարան։ Հիմա որ վաղը Սյունի կտանեն, կասեն, «Էս պատերազմ եք ուզում, տարել են, ձեն հետ կդրեք»։ Այս վախի քաղաքականությունը տանում է զիջումների։ Էլի եմ ասում, վաղը Սյունիքը խլելու են, Աստված մի արասե, հետո կանգնելու են, ասեն, ձեն մի արեք, այն մարդ ձեն արեցիք Երևանը կտանեն։ Սենց մեզ խաբելով տանում են։ Իսկ որպեսզի մեզ չխաբեն, միջազգային իրավունքը, իսկ միջազգային իրավունքը դա քիչ բան չէ, ժողովուրդ։ Դա միջազգային դատարան է, դա միջազգային կատարածություններ են, խաղապահ զորքեր են։ Եթե դու նորմալ տղամարդություն ունես դատարան տաս ու հետո էլ տեսնես որ ասենք ով որ քեզ պարտք է ու պարտավոր է չի կատարում, դու դիմում ես մարդիկ բերում են խաղապահ զորքեր են դնում այդ սահմանի վրա որ ոչ մեկ քեզ չնեղացնի։ Բայց դրա մասին որովհետեւ մեկը չի խոսում, ոչ Պետրոսի հմեկում են խոսում, ոչ Քոչարյանի հայերգուսում են խոսում, ոչ Նիկոլի չգիտեմ մեսի մնչում են խոսում, որ քեզ վախեցնեն։ Ուղղակի վախեցնեն։ Դրա համար պետք է ընտրել Բևերին, համար 8-ին։ Որտեղ կան եւ պրոֆեսիոնալ դիվանագետներ, եւ ռազմաքաղաքական գործիչներ, եւ զորավարներ, եւ մշակույթի գործիչներ, եւ գիտնականներ, խոշոր մտածողներ, մտավորականներ եւ երիտասարդ ներուժ։ Թիմ կա, որոնք խոսում են ազգայինից։ Ու այդ ազգային բառից մի խուսափեք, երբ որ ասում են ազգային, նրանք ասում են յուրային, քոնը։ Դուք ազգային բառից մի խուսափեք։ Ազգային նշանակում է քոնը։ Դու ազգային մտածելակերպ ունեցեք եւ տեր կանգնեք ազգայինին, համար 8-ին, ազգային ժողովրդավարական Բևերին։ Եվ հենց սրա համար է Վարուժան Ավետիսյանը բանտում։ Դուք Վարուժան Ավետիսյանին երբ որ լսեք, կհասկանաք, որ այնտեղ գերմարդ է նստած։ Գերմարդ։ Մնաք խաղաղությամբ։